Նիկոլ Փաշինյանը, ինչպես եք տեսնում հանգուցալուծումը եւ արդյոք հաջակցություն Մայրաթորի այսօրվա հազարանոց այս մոտ այս երթը Ավարտավորների հետ միասին հայտնենք մեր աջակցությունը հայ ազգի գործարար մենք տեսնում ենք փորձելու է ազգային օրակարգը, ազգային արժեքները եւ քրիստոնեական հավատքը անսասան պահել։ Դե շատ կարեւոր է, որ մեր երկրում կան մարդիկ, ովքեր որ քրիստոնեական խորհուրդները նաեւ այսօրվա քաղաքական եկեղեցու ուղղված քաղաքական արշավների մենք այստեղ ենք դիմագրավելու հնարավորություն են ստեղծում։ Այսօր հայ առաքելական եկեղեցի նշում է Էջմիածնի տոնը եւ այսօր կարելի է ասել, որ քրիստոնեական աշխարհի համար, հայ քրիստոնեական աշխարհի համար նաեւ այսօրվա նաեւ այս միջոցառումը սատարման, որդիական խոնարհումի եւ նվիրումի շատ կարեւոր խորհուրդ ունի։ Բոլոր են մարդիկ, ովքեր որ եկեղեցուն աջակցելու համար կդատապարտվեն, կքննադատվեն կամ որոշակի պետական ռեպրեսիաների կենթարկվեն, ես վստահ եմ, մեր հասարակությունը շատ խիստ է վերաբերվելու նման այդ գործողություններին, նույնպես ինչպես Սամվել Կարապետյանի դեմ սկսված այս արշավը ընդամենը մեկ նախադասության, մեկ մտահոգիչ նախադասության համար սկսված այս արշավը շատ վատ հետևանքների է բերելու այս իշխանությունների համար։ Ազատություն Սամվել Կարապետյանի։ Ես արդեն ասել եմ, Թուրքիան Հայաստանի հետ Հայաստանի իշխանությունների վերաբերում է վասալը չէ կարգավիճակով եւ սա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում չէ։ Ես կարծում եմ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորվելու են, բայց ոչ այս ստորացված եւ ոչ այս դավադիր քաղաքականություն վարող կառավարիչների կողմից, ովքեր որ կապիտուլյացիան պատրաստ են որպես հաջողություն համարել։ Ոչ մի երկրի պետության հետ հարաբերություն չի կառուցում եւ չի վստահում։